Ագրել են կազմակերպել են ուր գնա, հետո եւ մի կադր կա, որտեղ ասում ենք ավտոբուսով ժողովուրդ ենք բերելու, ասում լավ քիչ խոսա Նիկոլ, երեք ինձ ուղարկել տա։ Հիմա արդեն ծրագրել են ուր գնա, պիտի մի տղա գասի, ճիշտ է կանում, բայց ես ինչ բան այնպես է կանում, երկու տատիկ ասեն, կանայք սիրում ենք մի 3 կիներ գասի մրսում ենք, էլի։ Դու էլ կին չունես, արի մեզ գրկի որ տականանք, այդ տեսարանը պիտի լինի, հելո ինչ տեսարան է մնում։ Դե 3 երեխա էլ գան ասեն, արի գնանք մեր համար պաղպաղակար, դու մեր հոպարն ես, կորած հոպարն ես։ Հստակ մարդիկ իրենց վերաբերմունքը ցույց են տալիս։ Դուք տեսաք, որ գնացին մի բակ, բժիշկը, որը հարգված բժիշկ էր, ինչ ցեխը մցրեց հանեց իրենց վարած քաղաքականության արդյունքում եւ գիտեք ինչ ասում եմ, դուք ասում եմ նախկինում ասում եմ, մեզնից ասում եմ շնորհակալ եղեք, որ դուք հնարավորություն ունեք կարծիք արտահայտել։ Ինչո՞վ կարծիք չուներ։ Ինչի կարծիք չեն։ Ով չի կարծիք։ Սպասի, այսինքն դու ինչ ես եղել։ Դու ինքդ բանն ես, չէ՞, խոբա ինչ ասես գրել ես։ Ինչ պատվիրել են քեզ գրել ես, սկզբում էլ վերջում էլ, բա ո՞նց է քեզ թույլ են տվել։ Կամ դու եղել ես իրանց ձերքի տակի խաղալիքը, ասենք ոնց ասել են ֆռացել ես իրանց ձերքի տակ, նախկին իշխանությունների ձեր կամ դու սուտ ես խոսում։ Հիմա դու կողմնորոշի, որտեվ Նիկոլ, քեզ հնարավորություն է տրված եղել ինչ մտքովդ անցնի 15-20 տարի շարունակ գրել։ Ուրեմն դու ընդունի կամ դու եղել ես նախկին իշխանությունների կամակատարը ձերքի տակ, ոտքերի տակ վազվզողը, ինչ որ ասել են, կամ դու սուտ ես խոսում, քեզ ոչ մեկ էլ ոչ մի բան չի արել եւ դու հնարավորություն ես ունեցել խոսելու եւ ասելու եւ եթե դու ունեցել ես խոսելու եւ ասելու հաստատ մյուսները եւս ունեցել են երկուսից մեկն ես գնա անենց որ ընդունի որն ես դու հիմա մանամոթաբար խոսում է բերանը բաց է ծնգած չգիտեմ ինչեր անում զվարճ անում թռվռում է մոռացել են չէ՞ էլի մոռացավ ես ազգգերիների մասին հա դե ազգը չի մոռացել ազգը չի մոռացել իրենք են մոռացել են այն պատասխանատվությունը որ ունեն եւ բնականաբար իրենք գիտեք ինչա այս ընտրությունները շատ հստակ դիրքավորման ընտրություններ է եթե մարդիկ ուզում են որ մեր գերիները վերադառնան ուրեմն պետք է քվեջ տան Նիկոլ Փաշինյանին եթե մարդիկ ուզում են որ մեր եկեղեցին հայրաքելական Սուրբ եկեղեցին մնա, ուրեմն պետք է ձայն չտան Նիկոլ Փաշինյանին։ Եթե մարդիկ ուզում են Հայաստանում ապրեն, գաղթական չդառնան բոլորս դերձորի ճամփորդ, պետք է Նիկոլ Փաշինյանին քվեջ տան։ Եթե մարդիկ ուզում են, որ խաղաղություն լինի, պետք է Նիկոլին վռնդեն։ Պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվեջ տան։ Եթե մարդիկ ուզում են լուրջ ղեկավար, որ արժանապատիվ ներկայացնի Հայաստանը միջազգային հարթակներում որևէ մի կերպ պետք է քվեջ տան այն մարդուն, որ գնացել է բանակցություններ անելու եւ բանակցային սեղանի շուրջը դրել է իրեն գժի տեղ։ Եթե մարդիկ ուզում են, որ այս երկրում ազատ խոսք լինի եւ մարդը իր ազատ խոսքի համար կապ չունի հոգեվորական, գյուղացի, գործարար, ազատ խոսք ունենա, ուրեմն պետք է ձայն չտան Նիկոլ Փաշինյանին։ Եթե մարդիկ ուզում են, որ ներազգային պառակտում չլինի, ուրեմն պետք է ձայն չտան այս իշխանություններին։ Այդ ամեն ինչը շատ ակնհայտ է։ Այս մարդը ոչ թե արցախցիներին է, ոչ միայն արցախցիներին է թիրախավորում, իր համար կարմիր գծեր չկան։ Բոլոր այն մարդիկ, որոնք ունեն հակառակ կարծիք, անգամ իրենց նախկին թիմակիցների հետ մեկ տեսնում են, չէ՞, ոնց են վերաբերվում։ Իրենց հետ ճանապարհ անցած մարդկանց ամենավերջին հայհոյանքն են հասցնում։ Ամենավերջին լուտանքն են հասցնում, ամենաստորացուցիչ արտահայտություններն են հնչեցնում մի քանի ամիս առաջ իրենց թիմակիցներին։ Այսինքն սա տեսակ է, Տիկին Թովմասյան, եւ այսօր շատ առանցքային ու կարևոր թեմայից էլի պետք է խոսենք, էլի պետք է ասենք։ Սրանց վերարտադրությունից հետո Հայաստանի Հանրապետությունը կազմաքանդվելու է։ Ես սա ոչ թե վախեցնելու համար եմ ասում սիրելի հայրենակիցներին։ Ես ասում եմ սա փաստերով։ Մարդը սկզբից ասում էր այդ սահմանադրությունը լավ սահմանադրություն է, նորմալ սահմանադրություն է, ոչ մի բան չկա։ Իբր կասում էր ասում, այդ կասյումը հագավ, 8 տարվա մեջ սահմանադրությունից ոչ մի բողոք, ոչ մի բան չկար, Ալիևը պահանջեց սահմանադրությունը փոփոխելու, եկավ ինչ ասեց ասի սահմանադրությունը պետք է փոխենք անկախության հռչակագիրը պետք է հանենք
Ասում եք Ալիևը ոնց կարա մեզ ասի սահմանադրությունը փոխենք։ Չպարզվեց որ Ալիևի պահանջն է սահմանադրության փոփոխությունը։ Չպարզվեց որ Ալիևն է ուզել սրանք էլ այդ պահանջը կատարում են։ Հիշեք մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին մետրոյով քարոզարշավ անելուց այն որ Արցախի դրոշը կար հլադեր անձնագրի վրա ինչ բաժանելով ման էր գալի հիմա Հայաստանինն է չէ փոքրացած անընդհատ նեղացով Հայաստանին վաղ այդ Հայաստանն էլ չի լինում վաղ այդ Հայաստանի քարտեզը այդ դրոշը որ ինքը ներկայացնում է պարոն Դանելյան այդ սուտ դրոշը այդ դրոշից արդեն ինքը տվել է բա իհարկե ինքը արդեն տվել է Սյունիքից Տավուշից Գեղարքունիքից արդեն տվել է 1400 կիլոմետր տվել է արդեն չկա սուտ է եթե հիմա արդեն սուտ է վաղ ինքը բերելու է մի հատ կրծած կեսը Սևանով բանով ամբողջ չտված մի հատ չգիտեմ աբարանա մնալու ինչա մնալու ասելու էս վերջին այդ էլ մի ամիս են էլի ձևական թափա արելու է ձեռքու ասի բան սա է 300,000 ադրբեջանցիներին բերելու ծրագիրը ում ցանկությունն է իրա եւ Ալիևի բա որ ընտրվեց կարծում եք մեր հայրենակիցները կարծում են որ այդ ծրագիրը չեն իրականացնելու հայա մնալու Հայաստանում կարող է նմուշի համար հայ գտնես բայց Ալիևը այդ որ ասում է իր բնութագրմամբ կիրթ ու կառուցողական 10 արցախցու չհանդուրժեց 10 արցախցու որ այդ 10 արցախցիներից մի մասը ծերության խնդիր ուներ, մի մասը առողջական խնդիրներ ուներ, մի մասը հոգեկան խնդիրներ ուներ, 10 արցախցու չհանդուրժեցին։ Հիմա դու ասում ես թռած այդ մարդկանց։ Էն էլ ում Արցախի հերոս մարտական խաչ առաջին աշճանի ասպետ Մերուժան Մոսյանի աղջկան։ Ու կապ չունի էլ այդ անձնավորությունը հերոսի աղջկա թե չէ։ Բոլորին պետք է հարգալից վերաբերվի եւ ինքը իրեն ցույց տվեց, էլի իր իրական դեմքը ինքը ցույց տվեց։ Ինքը մի պահ կաշկանդվում է, բան անում, տեսախցիկների առաջ, միգուցե զսպում է իր այսպես այդ բնավորության գծերը, բայց արդեն որ բան ալնում, տեսնում եք, չէ, ոնց է պայթում եւ իրական դեմքը եւ իրական նկարագիրը ցույց է տալիս։ Եվ մեր հայրենակիցները արդեն պետք է հասկանան, այն որ իրան ընտրած մարդը Տավուշում մոտեցավ իրեն ընտրած մարդը, որ երկրորդ անգամ էլ երևի քվեա տվել իրեն, որ ասեց մանկապարտեզի տնօրենի հետ կապված խնդիր կա, որ ասեց ոչ մի կերպ իրեն չնշանակեք։ Հա, ես հետո ասում եմ, ես չեմ միջամտում։ Ես միջամտում եմ։ Մետրոյում նստած ասում են, «Էսենց բան ես ասել»։ Մի քանի ժամ հետո ասում եմ, Ես եմ տենց բան ասել ասում եմ, հասկանում եք, խրոնիկ ստախոս էլի, 2 ժամ առաջվա բանը, ոնց հա չէ, ֆրացնում մոլորեցնում, ասում եմ, ես խի տենց բան եմ ասել, մեկ էլ տեսավ հասարակության արձագանքը, սկսեց կեղծ իբր թե ներողություն խնդրելը, բայց դուք տեսակ այդ դրա ներողություն խնդրելուն զուգահեռ, ինչ էր Ինչ արշավեր է կնոջ նկատմամբ, անհանդուրժող սրիկաներ, ամենակեղտոտ ձևերով, Սիվիկով իրանց այդ Սիվիկով բանով, այն ինչեր էին գրում, այն ինչեր էին անում։ Ներողություն խնդրող ես, ներողություն, դու մենակ Ալիևի առաջ ես իմ ինչ անող ես, ու Էրդողանի, լավ ասես Ռոբերտ Քոչարյանը, Աստվածաշնչի պես Էրդողանի։ Էս էլ երեսպաշտության ցուցիչ է, էլի։ Որ կեղծ այդ ներողությունն էլ անգամ կեղծ մարդը եթե իմանաս մարդա ներողություն ա խնդրել զղջացել ա այդ հետևանքների համար պատասխանատվություն 5000-10000 զոհ են տվել զղջացել է հայրենիքը նվիրել է զղջացել է օթային տարածքը Ալիև իր բերանով ասեց ձրի մարդիկ այսօր փրթում են երկրներ իրար բաց օթային տարածքներ ստանալու համար այս մարդը նվիրել է անվճար նվիրել է Ալիևի որ անցնի գնա ու գա մարդիկ գիտեն ուզում են մասնակցեն ուզում են չէ հիմա եթե մարդը որոշել է եթե հայ ժողովրդի մեծ մասը որոշել է պիտի մեռնի 4 պատերազմ բերողի որ սպառնում է 5-ն էլ կբերեմ գնում անդրի իր որոշում է հիմա եթե ազգը չի ուզենալու ապրել ով կարող է իրան օգնի եթե մարդը ալարելու է ասենք գնա անգամ ընտրության չի ուզում եւ ինքը իրան հեշտ բան է գտել ինքը իրան խափում ասում է բան է ինչ է
ինքը չի տվել, ինքը մեղք չունի։ Ես մարդը սպառում ասում կբերեմ էլ արդեն չի զսպում իրան, ինքը ասում է բերելու եմ այդ պատերազմը, բերելու եմ։ Հաջորդ պատերազմը լինելու է։ Բա երեք մեր սիրելի եւ հարգելի անհայտության մեջ գտնվող ընտանիքի անդամներն էին եկել ազգային ժողովի մոտ եւ ես էլ հանդիպեցի մեր հարգելի ծնողներին ընտանիքի անդամներին եւ պահանջում էին մարդիկ 44 օրյա հանձնաժողովի զեկույցը, այդ մարդկանց էլ է խոսք տվել։ Այդ մարդկանց էլ է խոսք տվել։ Ոնց խոսք տվել։ Մարդը ասեց որ ապրեք 2 ամիս կբերեմ։ Ուր են։ Ուր են քանի տարի։ Բայց այդ մարդկանց ինչի պատասխան չեք տալիս։ Բայց ինչի պատասխան չեք տալիս այդ մարդկանց։ Բայց ինչի այդ կոծկում այդ գործերը։ Ուրա 44 օրյա պատերազմի զեկույցը։ Ուրա մարդկանց խոսք եք տվել, մարդիկ եկել են այդ խոսման հետևից։ Ուր են գերիներ, ուր են։ Մեկը քիչի իջավ այդ մարդկանց պատասխան տալու։ Ինչի չիջավ պատասխան տալու։ Այսինքն գիտեք ինչ էլ որ ինչ ոլորտ էլ որ վերցնենք, ինչ թեմա էլ որ վերցնենք, ինչ քննարկում էլ որ անենք, դուրս է գալիս որ սա կատարյալ փուչիկների մեջ են եւ այս մարդիկ որևէ մի խոստում 7 տարվա մեջ չի եղել մի օր որ ճիշտ բան ասեն 7 տարվա մեջ չի եղել մի օր որ չֆռցնեն չխափեն այդ մարդկանց խոստանալով թռիչքաձև զարգացում, խոստանալով բարեկեցություն, խոստանալով անվտանգություն բերեցին պատերազմ, խոստանալով տնտեսական աճ բերեցին աղքատություն, խոսում էին պարտքերից, ասում էին Հայաստանը վարկային ասեղի վրա նստած է։ Արդեն 15 միլիարդ է սա կհասնի, ամեն քառորյային 250 միլիոն վարկ եք վերցնում։ Այս վարկերի տակից ով է դուրս գալու։ Ես ուզում եմ մեր հայրենակիցները շատ լավ հասկանան, որ վարկ ով ասես կվերցնի։ Վարկերը պետք է մի օր մարվեն, սիրելի հայրենակիցներ։ Եվ ինքը չի այդ մարող, այդ վարկը մարողը ինքը չի։ Ինքը ասում է ինչքան կարամ վերցնեմ։ Անպատասխանատու մարդիկ են, չէ՞ լինում, որ այդ վարկերը վերցնում են, հետո ընտանիքի անդամներն են, չէ՞։ Դրա տակից դուրս գալի, հետո գալիս են տունն են ձեռքից վերցնում։ Հիմա մենք այդ օրին ենք։ Բանկերը միլիարդներով շահույթներ են ունենում, քաղաքացու վզին մնում է այդ 20%, 25% այդ վարկերը եւ մարդիկ իրապես խճճվել են, չգիտեն ինչ անեն։ Փոքր ու միջին բիզնես չկա, գոյություն չունի։ Այդ փոքր ու միջին բիզնեսը օր-օրի ես այդ մարդկանց հետ խոսում եմ, մարզերում խոսում եմ այդ մարդկանց հետ։ Ասում եմ ինչ անենք ասում եմ։ Ոնց անենք ասում եմ, այս պայմաններում ոնց աշխատենք։ Ո՞վ է մեր տերը։ Իբր բանա մոնոպոլիայի դեմ եք պայքարում, ուրա ձեր պայքարը։ Բա որ տենց էր փոքր ու միջին բիզնեսը պետք է ծաղկեր, չէ՞։ Մոնոպոլիայի դեմ պայքարողներ։ Բա պետք է ծաղկեր այդ փոքր ու միջին բիզնեսը։ Բա խի անընդհատ խանութ փակվում, բա ինչի ամեն օր ածը փակվում։ Ինչի ամեն օր մեր հայրենակիցները դառնում կեղեքման մատերիալ այդ հարկայիններով բանով ամեն օր քերում եք տուրքերը բարձրացրեք հարկերը բարձրացրեք կարմիր գիծը բարձրացրեք բանկային տոկոսադրույքները բարձրացրեք գույքահարկը բարձրացրեք ամեն ինչը եւ հիմա շատ կարեւոր է նաեւ որ մենք հասկանանք որ հլա դեռ նախընտրական շրջան է դուք պատկերացրեք սրա վերարտադրությունից հետո աստված մի արասե ինչ ահռելի հարկեր ու տուրքեր են լինելու ինչու շանս չունի Նիկոլը ընտրվելու ձեր կարծիքով ես վստահ եմ որ իրեն զեկուցում են ստեղծված իրավիճակը որ ինքը որևէ մի շանս չունի եւ դրա համար այդ հիստերիկ նոպաները ես գիտեմ որ իրենք հույսը իրենց դրել են մեր հարգելի սիրելի մեր են հայրենակիցների վրա որ ապրում են մարզերում փորձելով վախի մթնոլորտ ստեղծել ժողովուրդ ջան ինչից եք վախենում ումից եք վախենում վախեցեք իրա բերած պատերազմից ես մի բանից եմ վախենում ես վախենում եմ որ աստված մի արած չէ եթե
մենք այս ձևով շարունակենք, մենք երկիր ու պետություն կարող է կորցնենք եւ այս ձևով պետք է շարունակենք։ Մի վստահեք այդ ստերին, մի վստահեք այդ ամեն օր ձեզ խափող իշխանություններին, մի հատ բացեք իրենց նախընտրական ծրագիրը, խնդրում եմ բացեք, էլի ձեզ հետաքրքիր չի 21 թվականին ինչ խոստումներ էր տալիս այս մարդը։ Ինչեր էր ասում։ Շուշի հադրուտ դեօկուպացիայի անող մարդն էր։ Շուշի հադրուտ դեօկուպացիա, անջատում հանում փրկության։ Թոշակների նվազագույն մակարդակը բարձրացնող թոշակների, նվազագույն կենսաթոշակը, աշխատավարձների բազմապատկում։ Էլ չեմ ասում, որ ինչեր էր ասում, չէ, սա ժողովուրդ ջան, սա ապրելու եք երջանիկ, ապրելու եք խաղաղ, ապրելու եք համերաշխ, ինչ արավ, մտավ տները սկսեց քանդել մարդկանց, ընտանիքները մտավ սկսեց քանդելը, եկեղեցին մտավ սկսեց քանդելը։ Հիմա մենք մեր ժառանգությանը տեր ենք, թե ժառանգությանը տեր չենք։ Թե մի օր էլ պիտի գան մեզ ասեն, գիտեք ինչ կա հայերեն, մի խոսացեք, որ հայերեն խոսում ենք, Ալիևը գրգռվում է, որ եկեղեցի մտնենք, Ալիևը կջղայնանա։ Դե իրանց համար Մեսրոպ Մաշտոցին թիրախավորեցին, Նժդեհին թիրախավորեցին, իրանց համար Նժդեհը բանը, չէ, ֆաշիստ է, չի ասում են Նժդեհը ֆաշիստ է։ Սյունիքը ազատագրող հերոսին, Սյունիքը պահող հերոսին, Նժդեհին ֆաշիստ ասողին, սյունեցիներ դուք կգնաք քվեարկեք։ Ոնց քվեարկեն լավ։ Դե կտեսնենք։ Եթե ուրիշ հարցեր կան, ասեք սիրով պատասխանեմ, եթե ինչ-որ բան բաց մնաց, ես եւս մեկ անգամ իմ կոչն է մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ ջան։ Մի բերեք ձեր գլխին Նիկոլի այդ 5-րդ պատերազմը։ Մի բերեք ձեր գլխին պատերազմը։ Նիկոլից առաջ 10 տարի այն մարդը, որ հիմա իր այդ դուրս է եկել պայքարի, այդ մարդը եղել է այդ ժամանակ ոչ մի պատերազմ չի եղել։ Եղել է խաղաղություն։ Հիմա Հայաստան դաշինքը չի կարողանում այդ ամեն ինչը լավ դժբախտաբար ներկայացնել։ Ոչ միայն խաղաղություն, այլ տնտեսական բարեկեցություն, թոշակների բարձրացում, որ ամիսներով թոշակ չէին ստանում մեր հայրենակիցները, ամիսներով, տարիներով թոշակ չէին։ Ինչ է եղել։ Շինարարություն, անվտանգություն, արտաքին հարաբերություններ եւ իրապես պայքար էր գնում եւ հանցավորության դեմ։ Ինչ վիճակ է։ Տեսնում եք, չէ՞, ինչ վիճակ է։ Դուք այնպիսի հնարավորություն ունեք։ Իրական խաղաղություն բերող նախագահը պայքարի մեջ է, երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը։ Իրական բարեգործություն, բարեկեցություն, լայն հնարավորություններ, միջոցներ իր երկրին նվիրաբերում Սամվել Կարապետյանը մտել է պայքարի մեջ, բարեգործությամբ եւ գործարարությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանը մտել է պայքարի մեջ, այնպես որ դուք կարող եք կողմնորոշվել եւ ունեք ընտրության լայն հնարավորություն, թեպետ քաղաքական առումով, կառավարման առումով որևէ մեկը չունի երկրորդ նախագահի փորձառությունը, այնպես որ դուք ունեք հնարավորություն, բայց եթե դուք ուզում եք նորից պատերազմ, ուրեմն ձեր ճանապարհները բաց են, դուք կարող եք գնալ կամ չգնալ ընտրությունների, կամ նորից գնալ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ամփոփեմ, սիրելի հայրենակիցներ, ինչ էր ասում գործող իշխանության պարագլուխը։ Ասում էր, որ դուք համաձայն եք եղել, դուք ինձ քվե եք տվել, որ Արցախը ճանաչեմ Ադրբեջանի կազմում։ Սյունիքի բարձունքները տամ թուրքերին։ Ինձ քվե եք տվել, հողերը տամ թուրքերին։ Որ եկեղեցին քանդեմ, արշավեմ եկեղեցու դեմ։ Դուք ինձ քվե եք տվել, որ սրբազաններին տանեմ նստացնեմ։ Դուք ինձ քվե եք տվել, որ ընտանիքները պառակտեմ։ Դուք ինձ քվե եք տվել, որ ընդդիմադիրներին տանեմ նստացնեմ։ Դուք ինձ քվե եք տվել, լավ եմ արել, Հայաստանն էլ կործանել եմ։ Դուք ինձ քվե եք տվել, որ Հայաստանի տարածքները նվիրաբերեմ, ոնց որ Տավուշից նվիրաբերեցին։ Դուք ինձ քվե եք տվել, որ ես անեմ այն ամենը, ինչը որ ես ուզում եմ, ոչ թե դուք եք ուզում, այլ ես եմ ուզում։ Եվ ամբողջ պատասխանատվությունը դնում է հենց իր ընտրողի վրա, ասում է ինձ ընտրել են։ Ուրեմն եթե ինձ ընտրել են, ուրեմն ես կարամ անեմ ամեն ինչ։ Հիմա
ոչ թե պատասխանատվությունը իր տիրույթում, արդեն իր հետ ամեն ինչ պարզ է։ Այդ պատասխանատվությունը մեր սիրելի հայրենակիցների ձեռքին է։ Եվ իրենք են իրենց քվեով այդ հնարավորությունը տալու կամ այդ հնարավորությունից զրկելու։ Շնորհակալություն։